Սիմվոլիկ իրեր, թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհված Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ։ Հայ ժողովուրդը կիսում է բարեկամ Իրանի ցավը։ Մեր երկրում Իրանի դեսպանը վերահաստատում է, պատերազմելիս լինեն թե ոչ, Հայաստանի, հատկապես Սյունիքի անվտանգությունն իրենց կարմիր գիծն է։ Միջանցքի գաղափարը, որին որոշները հետամուտ էին լինում, ենթադրում է ինքնիշխանության հարցում որոշակի զիջումներ, ինչը Հայաստանի համար ընդունելի չէ և նաև Իրանի համար ընդունելի չէ։ Մի արհեստական անուն էլ դրա համար ներկայացվել էր Զանգեզուրի միջանցք, որի վերաբերյալ Իրանը վճռականորեն հայտարարել էր, որ ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն, ինչպես նաև ինքնիշխանության հարցում որևէ փոփոխություն Իրանը չի հանդուրժի։ Ծանր պատերազմի այս փուլում վտանգ տեսնում է Թեհրանը Բաքվից։ Նախկինում զգուշացրել են Ադրբեջանին զգույշ գործել։ Մենք հուսով ենք տարածաշրջանային որևէ երկիր լոգիստիկ կամ այլ տեսանկյունից չի աջակցի Իրանի թշնամիներին, կամ իր տարածքը որպես գործիք չի տրամադրի Իրանի դեմ ագրեսիայի ճանապարհին։ Ժամ առ ժամ աշխարհագրությունն ընդլայնող թափ հավաքող պատերազմի ֆոնին ինչպես պիտի դիրքավորվի Հայաստանը։ Միջազգայնագետը պնդում է, որպես Իրանի բարեկամ երկիր։ Հարևանների նկատմամբ ագրեսիան պիտի դատապարտվի, այլ ճանապարհ չկա։ Դիվանագիտական ձևակերպումներից անդին Թեհրանը պետք է վստահ լինի, որ Հայաստանի տարածքը ևս իր դեմ չի օգտագործվի, թեկուզ հետախուզական նպատակով։ Եղեգնաձորում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության գրասենյակը պիտի այնտեղից ապամոնտաժվի։ Եթե Կիպրոսում գտնվող բրիտանական բազան հրթիռակոծվում է, եթե Ինջիրլիքում Թուրքիայի տարածքում գտնվող ամերիկյան ՆԱՏՕ-ի բազան հրթիռակոծվում է այսպես Իրանի կողմից, ապա այսօր առայևետ պիտի Եվրոպական միության առաքելությանը խնդրենք, հորդորենք, որպեսզի իրենք իրենց այդ գրասենյակը տեղափոխեն ավելի անվտանգվար եւ իրենց համար եւ Հայաստանի Հանրապետության համար։ Մյուս կողմից ձեռքերը ծալած իրավիճակին լուր հետևելու փոխարեն Երևանը պետք է քայլեր ձեռնարկի։ Դրան ամեն պահի մեր սահմաններին կարող է հասնել։ Իրանը ըստ էության ցույց է տալիս, որ ինքը հարվածում է բոլոր այն կետերին, որոնք տեղակայված են տարբեր երկրներում եւ որոնք իր համար վտանգ են ներկայացնում։ Ես կարծում եմ այդ ուրեմն վտանգների շարքում լինելու է Ադրբեջանը, Ադրբեջանի հատկապես Արաքսամերձ հատվածում տեղակայված իսրայելական բազաները։ Թեհրանից հարված ստանալու պարագայում Բաքվի պատասխանի առաջին թիրախը հայ-իրանական սահմանն է լինելու, պնդում է Բալասանյանը։ Բաքուն ձգտելու է օգտվել առիթից ու բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Սա պետք է նաև լինելու Ադրբեջանի տերերին Նախիջևանի հատվածով եւս Արաքսամերձ հատվածով Իրանին մոտենալու եւ այդտեղ արդեն հարթավայրային է եւ բավականին հեշտ է այդտեղ ռազմական գործողություններ ծավալելը, քան օրինակ Մեղրու ուղղությամբ։ Արդյոք Հայաստանը պաշտպանված չէ Վաշինգտոնից ստացած երաշխիքներով, Բալասանյանը պնդում է։ Թրիփի մասին որևէ նախագիծ Երևանի համար երաշխիք չէ։ Փորձը ցույց է տալիս պաշտպանված չեն նույնիսկ այն երկրները, որոնք Վաշինգտոնի հետ ռազմական գործակցության մեջ են։ Մենք այսօր տեսնում ենք, որ մոխիրի է վերածում Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքները, Քուվեյթը, Քաթարը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաներ։ Մենք Միացյալ Նահանգների հետ ոչ մի լուրջ պայմանագիր չունենք փոխադարձ անվտանգության ապահովման եւ պաշտպանության հարցերում։ Կան նաև հարակից հարցեր։ Թեև դեսպանը վստահեցնում է փախստականների հոսք սահմանին չկա, այդուհանդերձ փորձագետն ասում է, Երևանը պետք է պատրաստ լինի, մինչդեռ առ այս պահը տեսանելի քայլեր չկան։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։